Մեր համանական դատարանը քննելով այս հարցը, ասել է, որ այդ պրեամբուլայի հղումը բացարձակապես տարածքային որևէ պահանջ չի ընդհանրում հարևան երկրներից, որևէ երկրից։ Եվ հետևաբար կարիք չկա, որ մենք պրեամբուլայից հանենք։ Հիմա Փաշինյանը ասում է, որ ԿՊ-ն որոշել է, որ պետք է պրեամբուլայից, այսինքն համայնության նախաբանից, այս դեզով խոսամ ոչ իրավաբանական, պետք է դուրս գա անպայման։ Պետք է հանվի ու եկեք իմ հետևից, ով չգա, ովի մեջ չգա Ղարաբաղյան շարժումը փակելու, նա ուզում է պատերազմ, այսինքն ինքը իր ժողովրդին շանտաժ անում, բայց դրա արդյունքում վերացնում է Հայաստանի անկախության հիմքը։ Այսինքն ոնց որ մի հատ երեխա է ծնվում, չէ, ունենում է ծննդյան վկայական ակտ, որ ծնվեց, այսինքն ծննդատան թուղթը տանում են ԶԱԳՍ այդպես ծննդան վկայական, չէ։ Ինքը ուզում է վառի այդ ծննդյան վկայականը, ոչնչացնի, որ չլինի այդ երեխայի ծննդի վերաբերյալ որևէ փաստաթուղթ։ Որ հետո այդ երեխայի ծնունդը, այսինքն Հայաստանի Հանրապետության ծնունդը վիճարկեն մեր հարևանները Ադրբեջանը, Թուրքիան, ուրիշ հարևաններ էլ կարան վիճարկեն, բացարձակապես ես չեմ որևէ մեկի բանանում, բայց տարբեր երկրներ կարան վիճարկեն։ Եվ ինքը երկիրը տանում է մի հատ ազգակործան process-ի, որովհետև նայեք, եթե մենք ընդունում ենք որ համանդրությունը տարածքային պահանջ ունի, որը չունի մեր սահմանական դատարանը ասում է չունի, իր ասելով սա կոնֆլիկտի բան է, հռչակագիր է, գնում ենք դա փոխելու, այսինքն գնում ենք հանրակրվեի։ Եվ հանկարծ հանրակրվեին չի անցնում, Ալիևը կարող ասի, տեսակ դուք ընդունեցիք որ տարածքային պահանջ ունեք, բայց դա չեղավ, հետեւաբար դուք այդ տարածքային պահանջը ոչ թե ուներ են ժողովուրդը, որ 95 թվին ընդունեց համանդրությունը, եւ հռչակագիրը դրանից առաջ, այլ նաեւ այսօրվա ժողովուրդ ունի տարածքային պահանջ եւ ես կարող եմ ձեր դեմ պատերազմեմ։ Այս մեկ, այսինքն երկիրը փուրն է տալիս իր վարած քաղաքականությամբ։